կոմիտեի նախագահը ասաց, որ դեռևս առաջիկայում էլ որոշակի հրապարակումներ կլինեն, նոր քրեական գործեր կլինեն այս մասով, հասկանալի է, որ նաև ընտրակաշարքի ազդեցությունն է մեծ եղել, բայց ընտրակաշարքով էլ նույնիսկ ընդդիմությունը այնքան ապաշնոր է, որ չի կարողացել իր համար բաղձալի հաղթանակ ունենալ, ինչը մեր համար խիստ կանխատեսելի էր, որովհետև հնարավոր չի արգելի գործընկերներ հրապարակում ունենալ 10,000 մարդ, հետո հայտարարել, որ ունենք 80,000 մարդ եւ ակնկալել, որ դե 80,000 մարդ ենք ունեցել հանրահավաքին, դա հսկայական թիվ է։ Հիմա անդիմությունը հետեւյալն է անում, փորձում է ստվեր գցել ընտրության արդյունքների վրա։ Բայց դա էլ չի ստացվելու իրանց մոտ, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնացել են ընտրության, իրենք գիտեն ում են քվեարկել, իրենք գիտեն մոտավորապես իրավիճակը ոնց է, այսինքն էական ինչպես է գնահատում, որ Ռուսաստանը մինչև օրս չի շնորհավորել։ Ես ասացի, կան երկրներ ըստ ամենայնի, որոնց ղեկավարները սպասում են նախնական արդյունքներից հետո շնորհավորել են, կան երկրներ, որոնք սպասում են վերջնական արդյունքներից հետո վերջնական արդյունքների չեմ տեսնում միտում, քանի որ վերջնական արդյունքները չեն հրապարակվել, եթե ուշադիր լինենք, կարող պարզի, որ էլի այլ երկրներ կան, որոնց ղեկավարներն էլ դեռ չեն շնորհավորել, այսինքն եվրոպական երկրներ ոչ միայն եվրոպական երկրներն են շնորհավորել, օրինակ Վրաստանի վարչապետն է շնորհավորել առաջիններից մեկը, Ղազախստանի նախագահն է շնորհավորել առաջիններից մեկը, եվրոպական երկրները շնորհավորել են, բայց վստահաբար եվրոպական երկրներն էլ ոչ ամբողջ կազմով են շնորհավորել։ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Շատ լավ, մեր ռազմավարական դաշնակիցը ըստ ամենայնի սպասում է պաշտոնական տվյալների ամփոփմանը, իդեպ դրան էլ ենք մենք սպասում։ Չեմ կարող ասել արգելի գործընկերներ, խնդրում եմ այդ հարցերը վարչապետի աշխատակազմ կամ արտաքին գործերի նախարարությանը ուղղել։